Ողջունեմ ձեզ սիրելիներ, բարի լույս, բարի եկած եք Տիրոջ ներկայության հրաշալի գերբով դերը փառապանեցինք, բաշտեցինք, օրհնյալը լա մեր Տիրոջ անունը։ Հալելույա, այսօր սիրելիներ, գիտենք որ հadouk օր է, չէ՞։ Այսօր հատկանշական օրն է, այսօր մայրերու դոն է։ Անոր համար սրտանց կշնորհավորեմ ամեն մեկ մայր, որ այսօր հոսե եւ գսեմ շնորհավոր մայրերու օր։ Նաեւ բոլոր անոնք, որոնք մեզի Facebook-ով գհետևին, բոլոր մայրերը գսենք շնորհավոր մայրերու դոն։ Օրհնյալը լան մայրերը, ամեն։ Ես այս տարի սիրելիներ extra excited եմ, որտեվ այս տարի ես թորնիկիս հետ տոնեցի եւ պիտի դոնեմ մայրերու դոնը։ Շատ աղվոր նվեր է դերոջ մեն սիրելիներ։ Մայրեր սիրելիներ արժանի են քնահանդանքի։ Ոչ թե միայն մեկ օր, հաբա ամեն օր, դարվա ամեն մեկ օրը արժանի են քնահանդանքի, արժանի են շնորհակալության, որտեղ իրենց դարած աշխատանքը անզուգական է, անխոնջ է, անցնուրած է։ Անոր համար Արագացի մեջ կսե, ինչ կսե 31-րդ Արագացի մեջ կսե անոր որդիները պիտի ելեն եւ զինքը երանելի պիտի անվանեն։ Ամեն օր քումորդ երանելի անվան է, որտեղ անիգա արժանի է։ Ասված կսե, ինչ կսե ասված, բադվե քու հայրդ եւ քու մայրդ։ Այսօր մայրերու գարքն է պիտի բադվենք, հարաճիգային հայրերու դա գարքը գուք, ամեն։ Հալելույա։ Սիրելիներ մոր մասին, գիտենք թե շատ բանաստեղծություններ գրված է, ոդանավորներ գրված է, երգեր հյուսված են մոր մասին, նաև շատ ասացվածքներ ըսված են։ Մարդիկ կա որ ասացվածքներ ըսած են։ Այսօր գուզեմ մի քանի հատ գարթալ ցեզի։ Եվ վստահ եմ որ դուք պիտի համաձայնիք։ Մայրը ան է որ գրնա փոխարինել բոլորին դեղը, բայց անոր դեղը ոչ ոք կրնա փոխարինել։ Համաձայն եք։ Հալելույա։ Մայրեր գարջ ժամանակով գբրնեն իրենց զավակներուն ցերքը, բայց անոնց սիրտը հավերժ։ Աշխարհի համար տուն մայր ես, բայց մեր դան եւ ընտանիքին համար տուն մեր աշխարհն ես։ Ամեն։ Հալելույա, հալելույա։ Մայրը զավակին առաջին ընկերն է, լավակույն ընկերն է, ընդմիշտ ընկերն է, հավետ ընկերն է, երբեք չի ցկեր։ Աբրահամ Լինքոն սիրելներ 9 տարեկանին իր մայրը գործընծուցած է, շատ փոքր 9 տարեկանին։ Սակայն այն ըսած է, միշտ կհիշեմ մորս աղոթքները, անոնք միշտ ինձի հետևած են, անոնք գարչած են ինձ ամբողջ իմ կյանքում։ Նայեցեք սիրելներ, փոքր հասակին ինչպես Աստված է իր մորմեն։ Մայրությունը սիրելներ Աստծո փնույթի եւ փնավորության արդացոլումն է երկրի վրա։ Կյանք տվողն է, չէ՞։ Երբ Աստված Եվան ստեղծեց եւ Ադամին բերավ, ըսավ Եվա կյանք է, կյանք տվողն է, մայրը կյանք տվողն է, ծնունդ տվողն է սիրելներ։ Եվ մայրը ածակուգին անցնուրած սիրով սիրելիներ, անշահախնդիր 24/7 հոգ կդանի։ 24 ժամ 7 օր մեր Ժորժետը անիգա շատ լավ գիտե, անցնուրած եւ գիտեք սիրելիներ, ոչ փառք կա, ոչ մեդալներ կան, ոչ թիրք կա անոր մեջը, հաբա անցնուրած, նվիրված, անխոնջ ծառայություն մնե որ մայրը միան գրնա անել իր զավակին։ Մայրեր սիրելներ քախնի հերոսներ են, ամեն մեկուս կյանքի մեջ, ամեն մեկուս ընտանիքի մեջ։ Մայրը սիրելիներ մեկ փար է, մեկ փար մայր, բայց անոր աստեցությունը սիրելիներ իր զավակներուն եւ իր ընտանիքին անզուգական եւ հսկայական է եւ հավիտենական է։ Մոր աստեցությունը։ Մայրը մեկ փար է, չէ՞։ Բայց անոր բարդավորությունները, բարդականությունները անverջ են։ Հիմա պիտի թվեմ անոնց, մե եւ դուք պիտի ինձի այո ասեք։ Մանավանդ մայրեր, պատրաստ եք։ Հայրերն այո, հայրերն։ Առաջին
Ան ուսուցիչ է, չէ, դան մեջ, դան ուսուցիչն է, դան նրսն է, դան խոհարարն է, դան մակրողն է, ամեն, դան մխիթարող և հանգստացողն է, մանավանդ իր զավակներուն, դունը բահբանողն է, բատմություն բատմող և կիրք կարդացողն է, չէ, խորհրդադու է, միշտ խորհուրդ կուտա իր զավակներուն, ծրագրողն է, պլանգն է միշտ, վարիչն է դան, չէ, հոսքը դանին, հոնգը դանին, մանավանդ իմակվա մայրերը, երդասարդ մայրեր, հակուստ լվացողն է, զավակներու միջև իրավարար և թադավոր գեցողն է, չէ, ռոլ մոդել է մայրը, Քարոզիչ և ավետարանիչ է իր զավակներուն, ընկեր է իր զավակներուն, աղոթել սորվեցնողն է և վերջապես հավատք ներշնչողն է, համաձայն էիք այս բոլորին, այո, և դագավին վստահ շատ բաներ ալգա գրնալալ չհիշեցինք, Սուրբ Գիրքը սիրելիներ լեցուն է հավատքի մայրերով, անդեսանելի հերոսներով, որոնք հավատքով կալեցին, հավատքով խոսեցան, հավատքով ձնան, Սարա գսե իր մեծ հասակին խոստումով գսե որդեձնության սերմը արավ և Իսահակը խնդությունը ձնավ, հավատքով սիրելներ Աննա, գիտեք Աննայի պատմությունը, հավատքով Աննա աղոթեց, Երբ Աննա հավատքով աղոթեց, երկինքը բացավ և իր աղոթքը հոր Աստծո լսցուց և հոր Աստծմեն խոստում արավ, թե ինքը որդիմը պիտի ձնանի։ Եվ անոր անունը ինչ դրավ, Սամուել դրավ։ Սամուել աղոթող մոր, աղոթող զավակը եղավ։ Սամուել աղոթող մեծ մարգարե եղավ։ Եվ Սամուել սիրելիներ իր մանուկ հասակին մեջ այդ դաջարին, այդ մթնոլորտին վատ, ապագանած մթնոլորտին մեջ դերոջը ծառայեց հավատարմությամբ։ Աննայի նման աղոթող մորմեն աղոթող Սամուելը ծնավ։ Ինչ վերաբերի հոգապետի մասին սիրելիներ, գիտեք չէ ով է հոգապետ։ Մովսեսին մայրը անվախ գդրիչ հավատքի դեր դիգինը, որ չի վախցավ օրվա փարավոնը սիրելներ ամենամեծ իշխանությունն էր եւ հրաման հանեց, որ բոլոր մանուկները պիտի սպանվին, բայց այս հավատքով անվախ հոգապետը չի ցկեց, որ իր որդին սպանվի, հաբագսե 3 ամիս բահեց ինքը եւ յետքը ճուրերուն վրա հավատքով դրավ եւ այդ մանուկը, այդ անվախ գնոջ մանուկը Անվախ Մոսեսը եղավ, որ փարավոնին թեմը ելավ եւ իր ասկը փարավոնին քերութենեն ազատագրեց։ Հալելույա։ Հալելույա, Փառք Հիսուսին սիրելներ, այսպիսի հզոր մայրերու համար։ Մենք սիրելներ, մենք մայրերը չնդրեցինք, չէ՞։ Աստված մեզի ամեն մեկուս մեզի հարմար մայր տվավ, չէ՞։ Բայց Հիսուս իր մայրը ընդրեց։ Հետաքրքիր է, չէ՞։ Հիսուս իր մայրը ընդրեց եւ Աստված սկսե Հիսուսի համար մայրամը ընդրեց, գույս մայրամը ընդրեց, որ խոնար էր, որ հեզ էր, որ հավատքով էր։ Սիրելիներ, Աստված իր միածինը մեկ հադիգը որու ցերկերուն մեջ դրավ Մարիամի բարձ, համեստ, խոնար Մարիամի մորմը մասին։ Սիրելիներ, որքան Աստծո համար այդ մայրը կարևոր էր, որ ընդրեց Մարիամը։ Մարիամ գսե իր ամբողջ կյանքի ընթացքին ինչ որ Հիսուսի մասին գխոսվեր, իր սրտին մեջ կբահեր եւ հավատարիմ էր Հիսուսի մինչեւ խաչին արջևը Մարիամ ներկա էր Հիսուսի հետ։ Սիրելիներ, երբեք չի ցկեց Հիսուսին։ Հալելույա։ Երբ կգարտանք սիրելներ թադավորած 5-րդ գլուխը, անդեղ գհանդիպինք դիգնոջը, ով գհիշե, դիգին մգարհոն, Թեփորա, գիտեք Թեփորա հին ուխտի մեջ մեծ թադավոր էր, եւ իր մասին կգարտանք թե անիգա ոչ թե միան թադավոր էր, այլ փանաստեղծուհի էր, ար քրող էր, երկող էր, Եվ մանավանդ բادرազմող առաջնորդ էր
եւ թադավոր էր անշուշտ բայց երբ որ գգարտանք թադավորած 5-րդ գլխուն 4-րդ համարը նայեցեք ինչ կսե Իսրայելի մեջ զորավարներ չմնացին մինչև որ ես թեփորա ելա Իսրայելի մեջ մայրը լալու գիտեք ինքը շատ մեծ դիդրոսներ ուներ մարգարոյի, բանաստեղծուհի եւ այլն ինչ որ թվեցի բայց սիրեներ At դիդրոսներեն, at գոչումներեն մեկը չնդրեց ասավ ես մայր եղա այս ժողովուրդին որտեղ միան մայրն է որ գսկա մայրն է որ գհոգա մայրն է որ գնվիրվի մայրն է որ գզոհվի Հալելույա հալելույա Փառք իր սուրբ անվան սիրելիներ Փառք Տիրոջը այս հրաշալի մայրերուն համար որոնք այսօր մեզի օրինակ են մայրեր սիրելիներ բացարիք Եվ արդագարգ աստեցություն, ներկործություն, ինֆլուենս ունին իրենց զավակներուն կյանքի մեջ։ Եվ այսօր վերջապես սիրելիներ, գուզեմ խոսիլ մեծ մոր եւ մոր մասին, որ հիշված է նոր ուխտի մեջ։ Դիմիթրիոսի մեծ մայրը եւ մայրը։ Սիրելիներ, երբ կգարտանք Երկրորդ Դիմիթրիոսը ցեզի մի քանի համարներ պիտի գարտամ Այս երկու դիգինները մեծ մայրը եւ մայրը մեծուցին հրաշալի երդասարտը եւ պիտի գարտամ Երկրորդ Դիմիթրիոս առաջին գլխեն մի քանի համարներ երկրորդ գլուխը այսպես կսե Անշուշտ այս քիրքը Երկրորդ Դիմիթրիոսը գրած էր Բողոս որ Դիմիթրիոսի հոգևոր հայրը եղած էր Եվ այս քիրքը սիրելներ երկրորդ Դիմիթրիոսը Բողոսի վերջին քիրքն է Ինքը արդեն փանդարգված էր Հռոմի փանդը նետված էր եւ արդեն ասկից վերջ պիտի նահատակվեր So վերջին խոսքերը Դիմիթրիոս իր զավակին վերջին խորհուրդները գուտա Մեռնող անձիմը վերջին խոսքերն են ասում սիրելներ Երկրորդ Դիմիթրիոս 1:2-ի մեջ այսպես կսե Դիմիթրիոսին իմ սիրելի որդիս շնորհք ողորմություն եւ խաղաղություն հոր Աստծմեն ու Քրիստոս Հիսուս մեր Տերոջմեն Գշարունակե գսե ցանկալով քեզ դեսնել գուզե Դիմիթրիոսի դեսնել ու քեզ միտք բերելով քու արցունքներդ որբեսի ուրախությունով լեցվիմ գհիշեմ քու ունեցած անգերց հավատքդ որ առաջ մեծ մայրդ լավոճյա եւ յետքը քու մայրդ եւ նիգե ունեին եւ համոզված եմ որ թունալ արդեն ունիս թուն թեր ունիս So ինչ կսեդիմ Բողոս Արաքյալ թուն կսե Դիմիթրիոս անգերց հավատք ունիս բայց այս հավատքը որ մե արիր մեծ մայրդ եւ քու մորմետ Բստիկ տեղեկություն մը գուզեմ դալ սիրելներ թե ով էր Դիմիթրիոս Դիմիթրիոսը սիրելներ Առաջին անգամ գհանդիպինք Դիմիթրիոսը երդասարդ բադանի Դիմիթրիոսը կորձարակելոց 16-րդ գլխուն մեջ Երբ Բողոս Արաքյալ լուստրագուկա գտեսնեմ թե անդեղը աշակերտ մգար շատ բադանի շատ երդասարդ բայց այս երդասարտը աշակերտ էր Աստծո այս երդասարտը հավատարիմ էր Աստծո եւ այնտեղը գհիշե թե մեկ բան իր հորը մասին Ով գիտե թե իր հոր Դիմիթրիոսի մասին հորը մասին մեկ բար հիշված է հույներ Ոչինչ հիշված է միան մեկ բար Դիմիթրիոսի հայրը հույներ այսինքն հեթանոս էր այսինքն հավատքի մեջ չէր այսինքն ուրիշ հավատքի գպատկաներ Եվ միան ասկան իր հորը մասին բայց Դիմիթրիոս Բողոս Արաքյալ երբ կտեսնե Դիմիթրիոսի այս հավատքը այս բարի վկայությունը որտեղ կգարտանք թե գսե թե այնտեղի եղբայրներեն լուստրայի եղբայրներեն բարի վկայված է բադանի երդասարտը թերա բադանի բարի վկայություն ուներ բոլոր եղբայրներուն մեջը So Բողոսի ուշադրությունը գրավեց եւ Դիմիթրիոսի հետը արավ եւ իրեն կորձագից հրավ եւ միասին կացին եւ շատ մի եկեղեցիներ ցանեցին շատ մի ավետարանչական արշավներ ըրին եւ յետքը սիրելիներ Բողոս Արաքյալ Դիմիթրիոսի որպես իր ներկայացուցիչը Սիրելիներ նայեցեք Բողոս մեծ հեղինակություն ունեցող անձնավորությունը երդասարդ
այս Դիմիտրիոսին գղրգե որպես իր տեսփանը, իր ներկայացուցիչը շատ մը եկեղեցիներուն, որոնք միասին ինչրին ցանեցին։ Անոնց մեն Թեսաղոնիկե, Կորինթոս, Փիլիպպոս եւ այլն։ Բողոս արաքյալ գ վերցնե սելով, գ վգայե սելով, նայեցեք ինչ կվգայե Դիմիտրիոսի մասին։ Քեզի պիտի գրգեմ Փիլիպպեի ժողովրդին գսե, Փիլիպպեի եկեղեցին գսե։ Ցեզի պիտի գրգեմ իմ սիրելի որդիս, վասնզի անոր նման սրդագից մեկը չունիմ, որ մդերմապար ձեր վրա հոգ տանի, քանզի ամենքը իրենցը կփնտրեն, բայց ոչ թե Հիսուս Քրիստոսինը։ Սիրեներ, այսպիսի հավատարիմ, այսպիսի հոգևոր, այսպիսի բարի վգայված, այսպիսի ծառայող անձնավորություն մներ, երդասարդ մներ Դիմիտրիոս։ Որ եկեղեցին ճուզեր այսպիսի հավատացյալ գործիչը, որ եկեղեցին ճուզեր։ Հալելույա սիրելներ։ Okay, հիմա տեսնենք թե ուրեմն Բողոս արաքյալ գիհիշե անոր մայրը եւ մեծ մայրը։ Ուրեմն մեծ մայրը ինչ էր անունը, Լավոչիա, իսկ մայրը ինչ էր անունը, Եվնիգե։ Սիրելներ, հետաքրքրական է, որ Սուրբ Գիրքը, որ գրված է մոտավոր 2000 տարիներ առաջ, աս գիրքերը, աս խոսքերը գրված են կամ հիշատակված են, գրի առնված են, Սուրբ Հոգին արտոնություն գուտա, որ այս երկու դիգիններուն անունները հիշվին։ Իրենց անուններով հիշված են Լավոչիա մեծ մայրը եւ Եվնիգե մայրը։ Նայեցեք Աստված ինչապ կարեւորություն եւ արժեք կուտա մեծ մորը եւ մեծ մորը, որ այսպիսի մեծ եւ հրաշալի կորս մրած են։ Եվ մանավանդ այն ադենվա մշակույթը սիրեներ, աչապար գնոջ դեղ չեր դար այսպիսի բաներուն։ Բայց Բողոս արաքյալ շեշտագի գերբով գսե թե այո Դիմիտրիոս, տուն անգերց հավատք ունիս, բայց այդ հավատքը որ տուն ունիս, կրեդիտը ոչ թե ինձի է, կրեդիտը ոչ թե քեզի է Դիմիտրիոս, հաբա կրեդիտը որու է, մեծ մորդ եւ մորդ, որտեվ գսե տուն անգերց հավատք ունիս, որ առաջ մեծ մորմետ եւ յետքը քու մորմետ եւ նիգեն արիր։ Սիրելներ, ինչ կնշանակի անգերց հավատք։ Գիտեք, շատ անգամ մենք մեր հավատքը գուզենք նկարագրել, ասելով թե իմ հավատքս մեծ է, իմ հավատքս շատ է, իմ հավատքս զորավոր է, չէ՞, գսենք շատ անգամ, ես զորավոր հավատք ունիմ, մեծ հավատք ունիմ, կամ շատեր ալ կնկարագրեն ասելով թե իմ հավատքս դգար է, իմ հավատքս քիչ է։ Բայց աստեղը հետաքրքրական է, որ Բողոս արաքյալ գսե քու հավատքը Դիմիտրիոս անգերց հավատք է, անգերց հավատք է, ինչ կնշանակի։ Մի քանի գեդերով հիշենք, թե ինչ կնշանակի անգերց հավատք ունենալ։ Այսինքն իրական, իսկական, առանց կեղծավորության, առանց հիպոկրիսի բառեն եկած է, առանց կեղծավորության, առանց հիպոկրիսի, ոչ թե մտքի գիտության հավատք, հաբա ապրված հավատք, ոչ թե մարդոց դպավորելու հավատք, այլ զաստված հաջեցնելու հավատք։ Անգերց հավատքը այն է։ Ոչ թե դունեն ներս մեկ բան, դունեն դուրս ուրիշ բան, հաբա ներսը եւ դուրսը նույնը սիրելներ։ Գիտեք, մեր զավակները սիրելիներ շատ լավ գիտնան, թե մենք անգերձ է մեր հավատքը, թե մեր հավատքը գեղձավոր հավատք է։ Երբ որ նույնը չենք վարվիր, բզդիկները, մեծերը ամենը շուտ կնկատեն սիրելներ այս մեկը։ Գիտեք, Հիսուսալ խնդիր ուներ փարիսեցիներուն հետ։ Ամեն ադեն գարտացեք Մատթեոս 28-րդ գլուխը ինչ կսե, վայ ցեզի գեղձավոր թբիրներ, փարիսեցիներ, քավատին դուրսը գմակրեք, ներսը հապշտագությունով լեցուն է։ Այսինքն ասել գուզե որ դուք գեղձավոր եք, ներսը ուրիշ բան եք, դուրսը ուրիշ բան եք։ Բայց սիրելներ, Դիմիտրիոսի ներմուծած իր մեծ մորը եւ մորը հավատքը անգերց հավատք էր, որ կնշանակե հավատարիմ, անգերց, ռիլ, իրական հավատք։ Ուրեմն առաջին հավատքը ապրված ճշմարիտ հավատքն է,
անգերց հավատքը, իսկ երկրորդը անգերց հավատքը գադարյալ վստահություն ունի Աստծո վրա։ Երբ նեղության մեջ ենք, երբ դժվարության մեջ ենք, երբ փոթորիկները գանցնենք, ինչ կնենք։ Կտշկոհենք, կքանքադենք, թե որը գտիմենք Աստծո։ Երբ քու մասիդ քեշ խոսին, քու մասիդ զրբարդություն ունեն, ինչ կնես, ավելին կխոսիս, թե գորհնես զանոնք։ Գիտեք, մեր զավանքները, մեր կյանքերը գտիդեն եւ իրենքա նույնը գնեն։ Եթե կանկադող մամա ես, դու կանկադող զավակներ մեջտեղ գբերես։ Եթե դու դժվար, միշտ տխուր, միշտ ապսետ մամա ես, նույնպես զավակներ մեջտեղ գհանես։ Ես գիտեք սիրելիներ մանուկներու հետ կաշխատեմ եւ շատ այս մեկը շատ հստակ կտեսնեմ։ Բզդիկ մեկ օրինակ մտամ։ Մայր ունիմ, որ 4.5 տարեկան բզդիկ ունի։ Երբ մայրը գմտնե եւ ինձի հետ կխոսի, ցակու գուզե ինձի հետ խոսիլ։ Մայրը իր մադը գերգնցնե, գսե «Տուն հիմա լրե, ես մարալին հետ պիտի խոսիմ, տուն վերջը կխոսիս»։ Մաման գցկե գերտա, guess what? Այս բզդիգը իր ընկերներուն գտարնա, գսե «Տուն լրե հիմա, իմ գարկս է, ես պիտի անեմ»։ Նույն բատկերը սիրելներ, բզդիկները ինչ որ գտեսնեն, նույնը գնեն, գնթորինագեն։ Երորդը սիրելներ, երորդ հավատքը, որ գուզեմ ասել, անիգա գադարյալ հնազանդության հավատքն է։ Անգերց հավատքը գադարյալ հնազանդություն կբահանջի։ Ոչ թե 99, հաբա 100%, որովհետև անգերց հավատքը գիտե որ ասիգա որու խոսքն է, Աստծո խոսքն է։ Ամենակարող Աստված երբ որ քեզի բատվերմը, երբ որ ինձի բատվերմը գուտա, անիգա պետք է գադարվի։ Ամեն։ So անգերց հավատքը ինչ կբահանջի երեք բան, իրական կյանք, իսկական ապրված հոգևոր կյանք, ոչ կեղծավոր, երկրորդը գադարյալ վստահություն Աստծո մեր բոլոր բարականերու մեջ եւ երրորդ գադարյալ հնազանդություն Աստծո եւ այս անգերց հավատքը մենք պիտի փոխանցենք մեր զավակներուն եւ իրենք մեզի պիտի տիդեն։ Իսկ երկրորդ կարևոր բանը որ ըրին այս մեծ մայրը եւ մայրը առաջինը փոխանցեցին անգերց հավատք։ Իսկ երկրորդ բանը որ ըրին սիրելներ, որ ասոր նման շատ կարևոր է, որ իրեն իր մանկութենեն ինչրին Աստծո խոսքերը փոխանցեցին։ Երբ որ գգարտանք Դիմիթրիոսի նույն երկրորդ Դիմիթրիոս երրորդ գլխուն 14 համար այսպես կսե։ Սակայն ցուն հաստատուն գեցիր այն բաներուն մեջ, որոնք սորվեցար, ու որոնց հավատացիր, վասնզի գիտես թե որմե սորված ես։ Նաև քու մանկութենետ իվեր սուրբ քրքերը գիտես, որոնք գրնան իմաստուն անել քեզ փրկվելու Քրիստոս Հիսուսին վրա եղած հավատքով։ Նաև քու մանկութենետ իվեր սուրբ քրքերը գիտես, որոնք կրնան իմաստուն անել քեզ։ Ուրեմն երկրորդ ինչ իրեն ցանած էին իր մեջը, Աստծո խոսքը ցանած էին սիրելիներ։ Գիտեք երկրորդ օրինացի մեջ ինչ ասված բադվեր գուտա։ Աստված երկրորդ օրինացի 6-րդ գլխում մեջ իր ժողովրդին այսպես բադվեր գուտա։ Այս խոսքերը, որոնք ես այսօր քեզի բադվիրեցի, քու սրդիդ մեջ թողլան ու զանոնք քու որդիներուդ գրգին անգամ սորվեցուր։ Ասի Աստծո բադվերներ սիրելներ։ Եվ այս մեծ մայրը եւ մայրը ինչերին այս մեկը կորձատրեցին, իրականացուցին եւ գսե մանկութենետ։ Գիտեք, ուրիշ թարգմանություններու մեջ գսե infant, այսինքն երբ դեր Դիմիթրիոս նորածին էր, մեծ մայրը եւ մայրը սկսան իրեն ինչ անել, Աստծո խոսքը ուսուցանել։ Աս մեկը սիրելներ բադվեր է ամեն մեկ
հոգևոր մայր, որ թունք ու զավակներուդ սորվեցնես Աստծո խոսքը։ Եվ գիտեք սիրելիներ, այս բանին մեջ մենք պետք է դիդավորյալ լանք, intentional լանք։ Չցկենք, որ ուրիշներ սորվեցնեն, թերևս դբրոցի մեջ, թերևս գիրակնորյայի մեջ, չէ։ Մենք պետք է միդումնավոր, intentional մեր զավակներուն Աստծո խոսքը սորվեցնենք։ Եվ գիտեք սիրելիներ, մանուկները այնքան գսիրեն Աստծո խոսքը։ Ես այս մանուկը որ գա 4 տարեկան է, ուրեմն իր բրտեին մեր սակոն իրեն Bible նվիրեց։ Աստղան այնքան սիրեց այս Bible-ը, ասա որ դու պիտի դանիմ եւ մամայիս պիտի որ ինձի գարտա ամեն օր։ Եվ իր ծնողքը հավատացյալ չեն, ոչ ալ հավատքի հետևող անցիկ են։ So հաջորդ օրը այս ցակուկը Սուրբ Գիրքը շալգած ետ եկավ, ինձի դվավ մամային արջև։ Ասի որ ինչու պերիր անունը չեմ ուզեր դալ, ասի ինչու պերիր այս Սուրբ Գիրքը, չէ որ դու նպիտի գարտայիր, չէ որ մաման քեզի պիտի գարտար։ Մամային արջև սիրելներ, ասավ որ մարալ ասավ ոչ մամաս, ոչ բաբաս ինձի գարտա այս գիրքը, ես քեզի պերի որ թուն ինձի գարտաս։ Մաման քիչ մը embarrass եղավ, բայց ասի որ no worries ջիգար, ես քեզի գարտամ։ Ամեն օր սիրելիներ հավատացեք, 4 տարեկան, 4 տարեկանին սկսա գարտալ։ Եվ այնքան հետաքրքրված է, ես կսեմ գփավե այլևս կոծենք, չէ մոր գարտա։ Հիմա ինչ հարցում հարցնեք իրեն Սուրբ Գիրքեն, ցեզի կպատասխանե։ Սիրելիներ, մի ասեք որ բզդիգ է, սորվեցուցեք Աստծո խոսքը, բզդիկները որտեվ շուտ կմփռնեն։ Գիտեք, մեր սակոն 2.5-3 տարեկան էր, 8-րդ Սամոսը ձայր գսեր։ Չնայած որ Դագավին իր pronunciation-ը շատ հստակ չէր, բայց ձայր, ինչպես կսորվի։ Մանուկները շատ թյուրին կսորվին, մեծերեն ավելի թյուրին կսորվին սիրելներ։ So Տիդումնավոր լանք։ Ինչու որովհետև սիրելներ Աստծո խոսքը մեր զավակներուն իմաստություն պիտի տա։ Մենք կուզենք իմաստուն զավակներ ունենալ, Աստծո խոսքը իմաստուն գնե, իրենց ուսուցիչներեն, իրենց վարպետներեն ավելի իմաստուն գնե Աստծո խոսքը իրենց։ Երկրորդ Աստծո խոսքը սիրելներ գիտնալը Զաստված գիտնալ կնշանակե։ Զաստված գիտնալ կնշանակե Աստծո գամքը գիտնալ կնշանակե։ Այսօր երդասարտներ գդարաբին ինչ է Աստծո գամքը, ինչ է, ուր պիտի երթամ, ինչ պիտի անեմ։ Երբ Աստծո խոսքը կգարտաս, Զաստված կջանչնաս, երբ Զաստված կջանչնաս, անոր գամքը կգիտնան եւ կհասկանան։ Ամեն։ Աստծո գամքը կհասկանան, իմաստություն կստանան։ Երրորդ բանը, որ ամենակարևոր է սիրելիներ, որ այսօր ամբողջ երդասարտություն այսօր յետևե գերտա հաջողություն։ Երբ կսե Աստծո խոսքը գիտես, ինչ կսե Հեսուա 1:8-ն։ Հեսուա 1:8-ը։ Այս կրկին բոլոր խոսքերը գարտա, մտապերե, սորվե, քիշեր եւ ծորեք անոր վրա մտածե, այնադեն հաջողություն պիտի գտնես, այնադեն գսե քու կորձերդ հարաճ պիտի տանիս։ Ուրեմն հաջողության գաղտնիքը ինչ է սիրելիներ։ Աստծո խոսքը գիտնալուն մեջ են։ Եվ վերջինը Աստծո խոսքը սիրելիներ իրենց ճշմարտությունը պիտի սորվեցնե։ Գիտեք այսօր այս աշխարհի մեջ այնքան սուդեր կան, այնքան գեղձիկ կա, սատանան այնքան սուտ բաներով երդասարտները գրաված է գլանած է, Աստծո խոսքը իրենց ճշմարտության վահան պիտի լա։ Իրենք ճշմարտությունը պիտի գիտնան եւ այդ ճշմարտությունը իրենց միշտ ինչ պիտի նե ազատ պիտի արձակե։ Հալելույա։ Ուրեմն երկու շատ կարևոր բան չմոռնանք։ Անոնք երկու դիգիններ, Լավոչիա մեծ մայրը եւ Նիգե մայրը, ինչ էին սիրելիներ։ Ասում մեծ կորձերին, մեծ կարիերներ շինեցին, մեծ բիզնես կամպանիներ բացին, չէ, այս երկու դիգինները մեկ բաներին։ Դիմիտրիոսը մեծուցին Աստծո շնորհքով։ Չէ, պատրաստեցին, մեծուցին։ Հոգ չէ թե ինչ կնե սիրելիներ։ It's not about us, մեզի համար չէ որ ինչ գշինենք, ինչ կնենք, հապա զով գմեցնենք, զով գմեցնենք, եւ սիրելիներ այս Դիմիտրիոսը որ իրենք մեծուցին, վերջի ինչ եղավ, Եփեսոսի եկեղեցվո հովիվը եղավ, եւ այսօր տարերե ի վեր
մենք Դիմիտրիոսի ցանկը գսերդենք, ցանկը գտեսնենք եւ գհիանանք։ Ինչու՞։ Որովհետև Դիմիտրիոս ունեցավ մեծ մայրը, որ ներշնչեցին, փոխանցեցին Աստծո խոսքը իրեն։ Ամեն։ Նախանցելի թիրքի վրա է Դիմիտրիոսը սիրելիներ։ Հալելույա։ Այսօր սիրելի մայրեր քաչալերվինք։ Եթե Դագավին քուզավակներդ բզդիգեն Զանոնք Աստծո շնորհքով մեծուր։ Չէ որ գսե արագածի մեջ գրթե մանուկը իր ջամփան սկսած ադենը, որբես երբ որ մեծնա անգե չի խոդորի։ Մեծնալեն վերջ դժվար է, բայց անգարելի չէ։ Երդասարդ մայրեր intentional եղեք, քիրքեր գարտացեք, իրարու հետ աղոթեցեք, ձեր կյանքի վկայությունները պատմեցեք ձեր զավակներուն։ Բայց եթե գսես իմ զավակներս արդեն մեծան Շատերն ալ ամուսնացան եւ ցկեցին քացին մարալքույլ։ Մենք ինչ պիտի անենք։ Մեր կորձը չի վերջացավ Դագավին։ Եսուսի մամաներուն կորձը երբեք չի վերջանար։ Չէ՞։ Երբեք չի վերջանար։ Մենք երբեք պիտի չի թաթարինք մեր զավակներուն համար աղոթելը։ Երբեք։ Մեծած են, ամուսնացած են, քացած են, ուրիշ երգիր են, մենք որպես մայր երբեք Բիդի չի թաթարինք մեր զավակներուն համար աղոթելը, որտեղ մոր աղոթքը շատ մեծ աստեցություն ունի սիրելիներ, շատ մեծ աստեցություն ունի, հալելույա։ Երբեք պիտի չի թաթարինք Աստծո խոսքով քաչալերել է, Աստծո խոսքը փոխանցել է, մեր վկայությունները պատմել է, պիտի չի թաթարինք։ Այսօր զանազանգեր բերգանով, չէ, մեսեջներ գրնանք գրել, երկու դողմը գրնանք գրել, մեր զավակները քաչալերենք Աստծո խոսքով, մարգարեական խոսքեր խոսենք իրենց, Աստծո խոսքեն, եւ զիրենք ինչ ունենք, քաչալերենք։ Հալելույա, երբեք սիրելներ, պիտի չի թաթարինք հավատալը։ Թերևս այսօր քու զավակդ Աստծո ճամփուն մեջ է, բայց հավատա, որ պիտի կա։ Թերևս այսօր գսես իմ զավակս Աստծո չի ծառայեր, բայց հավատա, որ օրը պիտի կա, որ պիտի ծառայե։ Թերևս գսես իմ զավակս շատ հարևանցի է, նվիրում չունի, հավատա։ Քու աղոթքներդ, քու չանքդ օրը պիտի կա, որ պիտի տեսնես, քու զավակներդ Աստծո դանը մեջ, Աստծո թաշտին մեջ, ձլած, ձաղգած, Աստծո թակավորության մեջ, մեծ հրաշալի գործեր պիտի անեն։ Մեր զավակները մեզ ավելի լավը պիտի լան, ավելի նվիրվածը պիտի լան, ավելի մեծ գործեր պիտի անեն։ Ամեն։ Ինչպես որ ըրավ Դիմիտրիոս սիրելներ։ Այս երկու հերոս գիները սիրելներ, չմոռնանք։ Լավոչիա մեծ մայր Ինքը դարձի եկավ, ինքը հավատաց, իր հավատքը, որը փոխանցեց իր աղջիկան եւ Նիգեին։ Եվ այս երկու դիգինները շատ մեծ զոհողությունով իրենց հավատքը Դիմիտրիոսի փոխանցեցին։ Հալելույա։ Դերը ցե շատ օրհնե սիրելիներ։ Այսօր քաչալերված ենք։ Այսօր սորվեցանք փամը որ գրնանք մեր զավակներուն ներ։ Եկեք այսօր նորեն զորավոր ողջունենք մեր մայրերը, որոնք արժանի են շնորհավոր մայրերու օր բոլորնից սիրելիներ։ Դերը ցե շատ օրհնե։